Ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ, պաշտպանության նախարարի պատասխանը բանաձևի նման է։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը օրենսդրական պարտականություն է, իսկ պրոֆեսիոնալ բանակի հետ իրենց կյանքն են կապում զինվորները, 5 տարի, գուցե 10, 20։ Զինվորականը, երբ որ ներգրավում է ժամկետային զինծառայության, որքան էլ ինքը իր գործում լինի ունակ, պաշտպանունակ, պատրաստված, իր աշխատանքը պրոֆեսիոնալ չէ։ Այլ բան է, երբ որ մարդը իր կյանքը կապում է բանակի հետ, այդ մարդիկ համարում են պրոֆեսիոնալ։ Մենք ուզում ենք, որ բանակում ծառայող ցանկացած ոք, կամ հիմնական հատվածը կորիզը կատարի պրոֆեսիոնալ աշխատանք։ Ունենանք պրոֆեսիոնալ բանակ ժամկետային պարտադիր զինծառայությունից կհրաժարվենք, Սուրեն Պապիկյանի պատասխանը միանգամից է ոչ, 5 տարի անց էլ ըստ նրա, պրոֆեսիոնալ ասել է, թե իր կյանքը բանակի հետ կապած զինվորականի կողքին պետք է լինի պարտադիր ժամկետային ծառայող։ Առանց ժամկետային զինծառայության ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը, ավելին ես ժամկետային զինծառայությունը տեսնում եմ խողովակ, որի միջոցով նույն պաշտպան հայրենիք ծրագրով կհամալրվի մեր պայմանագրային զինծառայությունը եւ պրոֆեսիոնալ բանակը կհամալրվի ու կդառնա ամբողջական։ Քննադատությունների մասին, թե պարտադիր ժամկետային զինծառայությունը կես տարով կրճատելը հանգեցնելու է զինանձնակազմի նվազման, Պապիկյանը թվերով է խոսում, պնդում, թե հնարավոր բաց է, որ բանակը կարող էր զգալ 1.5 տարի անց, հիմա արդեն կարողացել են կանխել։ Վերջին 2.5 տարվա ընթացքում պարտադիր զինծառայության զորակոչված ավելի քան 4200 զինվոր պայմանագրային է դարձել, եւս 900-ը հայտ ներկայացրել։ Դուք նշեցիք թվեր, փորձագետների վկայակոչած, մենք հիմա արդեն իսկ խնդիրը լուծել ենք, եթե ձեր վկայակոչած թվերը իրական են։ Ես իրական թվերին չեմ անդրադառնում։ Մի կողմից Ադրբեջանը խաղաղություն է խաղում, մյուս կողմից ավելացնում ռազմական բյուջեն, լցնում զինանոցը։ Նրանց հետ մրցավազքի Հայաստանի կառավարությունը դուրս չի գա, բայց սա չի նշանակում, որ դադարեցնելու են սպառազինության ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, ասում է Պապիկյանը։ Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չէ։ Մենք չենք պատրաստվում մեր ողջ տնտեսությունը կամ էլ սպառազինության ձեռքբերմանը եւ ըստ էության տնտեսության քանդմանը, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ այն ձեռքբերումները, որը ոչ մի կերպ չեք ուզում տեսնել, դրանք իրոք լուրջ ձեռքբերումներ են եւ չի կարելի սրա հետ հաշվի չնստել։ Ինքնիշխան Հայաստանի հողերն այսօր էլ Ադրբեջանն օկուպացրած է պահում, ըստ պաշտպանության նախարարի այդ խնդիրն այնուամենայնիվ պետք է լուծի հայ-ադրբեջանական սահմանազատում սահմանագծումը եւ հարց հենց այստեղ։ Վերջերս ահազանգեր էին հնչում, թե Սև լճի հայկական դիրքերից մեկը հասնելու համար մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքով, քիչ է դեռ մի բան էլ թշնամու զինվորները նրանց ստուգում են։ Պապիկյանը հերքում է, ստուգում չկա, իսկ խնդիրը դեռ 2021-ից է առաջացել։ Դրանքը հետևյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ինչ վերաբերում է զինված ուժերի նոր համազգեստին, ապա փորձարկումների ավարտից, ինչպես նաև վերջնական հաստատումից հետո պաշտպանության նախարարը օրենսդրական նախաձեռնությամբ կգնա խորհրդարան, կառաջարկի այդ համազգեստի մասնավոր վաճառքն արգելել, զինվորի շորը մաշվի, պատռվի, պաշտպանության նախարարությունը հարցը կլուծի։ Հիմա էլ կարգով այդպես է, բայց դեպքեր են մեկ էլ լինում, ընտանիքն է համազգեստը հասցնում զորամաս։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։